Ինձ ավելի շատ հետաքրքիր է, երևի հարցը սենց պարոն նախագահին ուղղեմ, ակնկալում եմ իր պատասխանը։ Առաջերտին ինձ հետաքրքրում է կոնկրետ այս թուրքի ծնունդները, այս 8 տարվա իրանց արածների համար պատասխան տալու են, թե չէ։ Ես ակնկալում եմ, որ մենք նենց դատական համակարգ կունենանք, որ սրանք իրանց քարոզիչներն էլ ներառյալ, ովքեր հայաստանցի, արցախցի այդ բաժանումները մինչև այսօր էլ տանում են, ես անուններ չտամ, երևի բոլորն էլ Facebook-ով եւ մնացած այլ տեղերով հեռուստատեսությամբ իրանց այդ free news-երով ու մնացած տեղերով այդ քարոզիչներն էլ ներառյալ, իրանց պատասխանը տալու են, թե չէ, որովհետև կոնկրետ ես ու իմ նման լիքը քաղաքացիներ, որ իրանց գերեզմաններն են թողել Արցախում, իրանց ընտանիքի անդամներն են զոհվել Արցախյան առաջին կամ մնացած այլ պատերազմների ընթացքում, մենք այդ տարածքները, մեր հայկական տարածքները ազատ ագրել էինք ու գնում էինք մեր ծննդավայր կամ արմատներով, ես կոնկրետ այնտեղից եմ, ստեղ եմ ծնվել մեծացել, բայց արմատներով այնտեղից եմ, իմ պապական գյուղն էի գնում, իմ պապական տունն էի գնում, իմ պապու շիրիմի վրա կարում էի խունկ ծխել, բայց այսօր այդ հնարավորությունից մեզ զրկել են։ Պատժվելու են, թե չէ, մեզ այդ հարցը շատ է հետաքրքրում ու մենք ուզում ենք դրանց պատժված տեսնել մեր երկրում։ Շնորհակալություն։ Ղարաբաղը հանձնածները, 5000 զոհ տուվածները, մոտ 12000 վիրավոր տուվածները չեն կարող չպատժվել։ Չեն կարող։ Սա այն դեպքը չի, որ մի պաշտոնյա ինչ-որ մի սխալ է գործել, պաշտոնական դիրքի ինչ-որ չարաշահում բան, ինչ-որ չնչին հետևանքներով կոպիտ ասած, սա այն դեպքը չի։ Սա այս իշխանությունը աղետ է բերել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի գլխի եւ դրա համար պետք է պատասխանել։ Այստեղ ներում չի կարող լինել ընդհանրապես, վստահ եղեք։